20-ամյա համաձայնագիր, նախագահի ազատազրկում, ահաբեկություն, ներողություն ու սեռական շահագործման սկանդալի մասին նոր բացահայտումներ։ Աշխարհում իրադարձությունների պակաս չկա, քաղաքականից իրավական, Միացյալ Նահանգներից Մերձավոր Արևելք։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դեմ ահաբեկությունը։ Հատուկ ծառայության տվյալով պայթյունը պետք է տեղի ունենար պաշտոնյայի մերձավորներից մեկի գերեզմանի մոտ։ Գործի շրջանակում կա 3 ձերբակալված, այդ թվում 1 ներգաղթյալ կենտրոնական Ասիայից։ Վրաստանի նախկին վարչապետ եւ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարյանին հեռակա կարգով դատապարտել են ազատազրկման։ Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Կուրթանիձեն, որը բավարարել է դատախազության միջնորդությունը։ Գախարյան նիստին ներկա չի եղել։ Վրաստանի նախկին վարչապետին մեղադրում են 2019 թվականի հունիսի 21-ից 29-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ 2-ից ավելի անձանց դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու եւ պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում լիազորությունները չարաշահելու համար։ Իսրայելը ձգտում է Միացյալ Նահանգների հետ կնքել նոր 20-ամյա անվտանգային համաձայնագիր, ավելացնելով Ամերիկան առաջինը դրույթները Թրամփի վարչակազմի աջակցությունը շահելու համար։ Նախկին համաձայնագիրն Իսրայելին խոստանում էր տարեկան մոտ 4 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Իսրայելը հավանաբար ապագայում եւս կձգտի առնվազն նույնչափ օգնություն ստանալ։ Սակայն նման համաձայնագրի ընդունումն այժմ ավելի բարդ կլինի Իսրայելի նկատմամբ աճող դժգոհությունների պատճառով։ Բանակցությունները թե տեխնիկապես, թե քաղաքականապես բարդ են, հաշվի առնելով Մեգայի դեմ լինելն արտաքին օգնությանը եւ երկկուսակցական մտահոգությունները Գազայում Իսրայելի վարքագծի վերաբերյալ։ Չինաստանը Ճապոնիային կոչ է արել մտորել իր պատմական հանցագործությունների վերաբերյալ, անհապաղ դադարեցնել Չինաստանի ներքին գործերի միջամտելը, դադարեցնել սադրիչ գործողությունները եւ զերծ մնալ կրակի հետ խաղալուց Թայվանի հարցում։ Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր, որ Չինաստանի Թայվանի վրա հարձակումը կարող է սպառնալ Ճապոնիայի գոյատևմանը, թույլ տալով երկրին իրականացնել կոլեկտիվ ինքնապաշտպանության իր իրավունքը։ Իսկ մինչ Թրամփը զբաղվում է աշխարհի կոնֆլիկտները դադարեցնելով, իր անվան շուրջ նոր սկանդալներ են ի հայտ գալիս։ ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները հրապարակել են սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի նոր էլեկտրոնային նամակները։ Դրանցում ի թիվս այլնի ասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իմացել է աղջիկների մասին։ Հրապարակել են այլ նամակներ եւս, որոնցում նշվում է, որ ֆինանսիստը ցանկացել է Թրամփի մասին ինֆորմացիա տրամադրել ռուս պաշտոնյաներին։ Ջեֆրի Էփշթեյնին ձերբակալել էին 2019 թվականի հուլիսի 7-ին, մեկ ամիս անց նրան մահացած են գտել Նյու Յորքի բանտում։ Մահվան պատճառն ինքնասպանություններ։ Իսկ BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից վավերագրական ֆիլմի համար, որտեղ նրա ելույթի հատվածները մոնտաժվել էին, գրել է Reuters-ը։ Սակայն լրատվամիջոցը մերժել է փոխհատուցման պահանջը։ Ըստ իրենց նման հայցի համար հիմքերը բացակայում են։ BBC-ի իրավաբանները նամակ են ուղարկել նախագահ Թրամփի իրավական թիմին՝ ի պատասխան կիրակի ստացած նամակի։ Վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է BBC Panorama լրատվական ծրագրով, 2024 թվականի Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունից անմիջապես առաջ ներառում էր Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի 3 մաս։ Մոնտաժը ստեղծել էր այն տպավորությունը, որ նա բռնության կոչ էր արել, երբ նրա կողմնակիցները գրոհել էին Կապիտոլիումը։ Կորպորացիան նաև հայտնել է, որ այլևս չի հեռարձակի Թրամփ երկրորդ շանսը վավերագրական ֆիլմն իր հարթակներում։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։